Եղավ։ Ես բազմիցս առիթ եմ ունեցել ասել, որ Գագիկ Ծառուկյանը ինքնուրույն չի, ԲՀԿ-ն ինքնուրույն չի, դա գաղտնիք չի եղել, ես այդ առիթը օգտագործել եմ, ասել եմ, որովհետև մենք գիտենք ԲՀԿ-ն որտեղից է ծնվել, չէ՞, եւ նորից եմ ասում, օլիգարխիան չի կարող անկախ լինել տոտալիտար ռեժիմում։ Իմ կարծիքով Գագիկ Ծառուկյանը վերջի մեկ տարվա ընթացքում կարծես ինքնակառավարման համակարգը խախտվեց, որտեղ նա կարծես դուրս եկավ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերահսկողությունից։ Իմ տպավորությունը դա էր, եւ դրա համար էլ Սերժ Սարգսյանը առաջերտին եւ մասնակցությամբ Քոչարյանի, կարծում եմ Քոչարյանն էլ այս process-ի մասնակցում էր, Գագիկ Ծառուկյանին դուրս բերեցին խաղից։ ԲՀԿ-ն մնալու է հաստատ մնալու է, գործելու է, ԲՀԿ-ն օգտագործելու են առաջիկա ընտրություններում որպես երկրորդ նորից քաղաքական ուժ, ճակերտավոր իրենց համար, ԲՀԿ-ն մնալու է Ծառուկյանով, թե Արոն Ծառուկյանի, իմ տպավորությամբ առանց Ծառուկյանի, բայց երկրորդ համարը ֆիքսված։ Կառավարելի ուժ է դառնալու, լրիվ վերահսկելի, կոնտրոլի, այսպես ասած, փաթեթը, վերահսկիչ փաթեթը մնալու է Սերժ Սարգսյանի մոտ։ Եթե նախկինում Քոչարյանի մոտ էր, հիմա այդ փաթեթը մնաց Սերժ Սարգսյանի մոտ։ Հիմա երյակի մասով այսքանը հասկանանք, որ ԲՀԿ-ն չեն ոչնչացնելու, Գագիկ Ծառուկյանին ինչ արեցին ու շարունակելու են անել, ինչ որ պահի կանգնելու են։ Բայց կարևորը քաղաքական process-ն է, որ քաղաքական process-ի մեջ ԲՀԿ-ն թողնելու են որպես գործոն։ Հակառակ դեպքում դա ուրիշ ուժեր կհայտնվեն։ Այսինքն Ծառուկյանը մնալ է որպես պատվավոր նախագահ, որ ինչպես դուր է։ Ծառուկյանը ինչ էլ մնա, որևէ դերակատարում կարծում եմ չի ունենա ԲՀԿ-ում։ Այլևս չի ունեն, նախկինում ուներ եւ այդ ունենալու կարծում եմ Լևոն Տեր-Պետրոսյանը բավականին process-ները տարավ, որ դարձրեց լիդեր ու ինքը վերահսկողություն էր, երևի սեփական վերահսկողությունը կորցնելուց հետո Սերժ Սարգսյան եւ Քոչարյան տանդեմ որոշեցին տեղը դնել, հասկացնել դու ով ես, որտեղից ես եկել եւ որտեղ պետք է մնաս։ Սա էր։ Կարծում եմ սա այդ հատվածով։ Հիմա անելիք ընդդիմության մասով։ Ինչ անելու ընդդիմությունը։ Մենք բոլորս հասարակությունը։ Կարծեմ ընդդիմության քաղաքական ընդդիմության հիմնական գործոնը պետք է լինի հնարավորինս համախմբել քաղաքական ուժերին։ Հնարավորինս մաքսիմում համախմբում պետք է լինի։ Պետք է հաշվի առնել բոլոր անձնական, այսպես ասած, ամբիցիաները կողմ դնել, մի կողմ դնել։ Պետք է հաշվի չառնեն անձնական վատ հարաբերությունները, նախկինում մեկը մյուսին քննադատելը կամ չի քննադատել։ Այս առումով պետք է ընդդիմությունը համախմբվի եւ կարողանա ժողովրդին 17 թվականին, եթե ավելի շուտ կարծում եմ սուտ կլինի, փորձել ժողովրդին ուղղորդել ընդդեմ իշխանությանը։ Հակառակ դեպքում ես նորից եմ ասում, այս իշխանությունը այնքան ռեսուրս ունի, լինելով շատ թույլ, լինելով չափից դուրս, բայց ստեղծել է մի համակարգ, բանակը, վերջի պահին ոստիկանությունը, իրավապահ համակարգը, այդ քրեական տարրերը ամբողջը իրենց հենարանն են։ Եվ ինչքան էլ հասարակությունը 90% այսօր դժգոհ է իշխանություններից, բայց ԳԿ անդրական process-ին ժողովուրդը սկսում է նայել։ Եթե այլընտրանքային ուժ չի տեսնելու, գնում է 10,000, 15,000, 5,000 վերցնում, գնում քվեարկում է իրենց չսիրած մարդկանց, իրենց չսիրած իշխանության օգտին։ Սա է մեր իրականությունը։